Մերոնք կետեյեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Նորից աշխարհացունց հայտարարություններ, մեկը մյուսի հետևից Հայաստանի Հանրապետության ժողովրդի գլխավոր խորհուրդ տվող Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց, թե ով ում դոմփի, այսինքն ասած սրբազան գնա քերական գա դոմփի, այսօր բնականաբար կխոսենք այդ մասին, գլխավոր խորհուրդ տվողի դոմփելու խորհուրդ տվողի ծննդյան օրն է, էդ էլ կասենք, բայց սկսենք եկեղեցու սպասավորներից, հետո դաշնակցականներից եւ հետո նոր գլխավոր դոմփելու գիտակից։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության եկեղեցական դասը, ավելի ճիշտ նրանց ղեկավարությունը, այն որոշ ազնիվներից ներողություն եմ խնդրում, վաղուց հովվի, այսպես ասած, առաքելությունը հանձնել է ուրիշներին, հանձնել է օտարին, հանձնել է չգիտեմ ում, բայց հաստատ այլևս վաղուց Հայաստանի Հանրապետության գլխավոր եկեղեցականը կաթողիկոս կոչված է եւ նրա սպասարկու սրբազանները ճշմարիտ կեցվածք չեն դրսևորել։ Հիշեք, կեղծում էին ընտրությունները ՀՀՇ-ի ժամանակ, արդեն վերջում երբ եմ որ ասում ժողովուրդը չներեց Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, իրականում չներեց։ Եվ իրականում այն պահվածքը, որ դրսևորեցին այն ժամանակ Վազգեն Սարգսյանը, հանգուցյալ Վանո Սիրադեղյանը, որ զորով Լևոն Տեր-Պետրոսյանին բազմեցրին գահին, ժողովրդի մեջ խորը հիասթափություն ծնեց։ Դրանից հետո ոչ առանց քաղաքականների միջամտությամբ կաթողիկոս դարձավ Գարեգին բան։ Եվ այստեղից սկսվեց մեր տնականությունը։ Յուրաքանչյուր տարի Քոչարյան Ռոբերտի յուրաքանչյուր ընտրություն, Քոչարյան Ռոբերտի սպասարկունների յուրաքանչյուր ընտրություն, ազգային ժողովի յուրաքանչյուր ընտրություն ուղեկցվում էր ծեծուջարդերով, կեղծիքներով, մարդասպանությամբ, կաթողիկոս կոչված Արարածը գնում էր եւ շնորհավորում։ Հետո Սերժիկ Սարգսյանը եկավ, նորից գնաց գողավազակների շնորհավորեց։ Մարտի 1-ին ժողովրդին սպանում էին գնդակահարում փողոցում, կաթողիկոս կոչվածը չեկավ կանգնի, ասենք վրացական Իլյա կաթողիկոսի պես, ասի հոп, էս իմ ժողովուրդն են։ Ես իրենց հոգևոր առաջնորդն եմ եւ ոչ մի անասուն նախ ինձ սպանեք, հետո իմ ժողովրդին։ Չարեց կաթողիկոս կոչվածը։ Լռեցին նրա սպասարկու սրբազանները, գլխովին լռեցին։ Որևէ մեկը, 1-2-ին կարկալույց արեց, էլի եմ ասում են, մի 10% եթե ազնիվ մարդիկ կան, դուք ինձ ներեք։ Ձեր մասին չի խոսքը։ Բայց կաթողիկոսի եւ իր սպասյակների խնդիրը են արշակ, մարշակ ունեն, չգիտեմ ինչ են, դիվանապետ են, ինչ են, կիսագողական, կիսաքրեական պահվածքով, բելտիններ, քշող կճոյաններ են, բան են, սրանց մի խնդիր ունեին։ Ամեն ինչ անեին, որ գործող իշխանության հետ լավ լինեին, թքած ժողովրդի հոգու վրա, հոգու մեջ, ժողովրդի վրա, այսպես ասեմ, շատ գրեհիկ չի, իրենք հենց այդպես էլ վարվել են, ժողովուրդը իրենց համար մոմի բիզնեսն ապահովող արարածներ են, էդ էլ իրենց պետք չէր, դրսերից փողեր են վերցնում, եկեղեցի են սարքում մարդիկ, իրենք անգամ չեն հարցնում, այս մարդը այդ անցյալն ունի, որ եկեղեցի սարքի, կարևոր չէր իրենց համար, ժամերը սարքում են, իրենք գալիս էին փողերը վերցնում այդ եկեղեցին իրենց հովանուտակ, իրենց տերտերին բերում, փողերը շինում, թքած ունենալով ժողովրդի վրա։ Եվ երբ 18 թվականին Թավշյա բռնի, չգիտեմ ոչ բռնի հեղափոխություն եղավ, այն եղավ։ Այդքանից հետո ես 1-2 անգամ ասացի. վեհապար տերես, տերտերես, ինչ ես, դուրս արի մի ներողություն խնդրի քո ժողովրդին։ Մի խոստովանի, որ դու այն բանից ես կերել էր, շագանակագույն կեղտից, որ դու մարդ չես, որ խնդրում եմ ներեք ինձ, երկիրը այդպես էր, քաղաքականներն այսպես էին, մենք պիտի համահունչ միմյանց հետ ապրենք, ժողովուրդ կներեք, վախեցել եմ, ղալատ եմ արել, չէ, վեհապար տերը մտավ ռսի ոռը, 1000 ներողություն, մտավ ռուսի հետույքը։ Ավելին, Արցախում կոտորեցին հայ ժողովրդին, արցախահայությանը, բռնի դուրս հանեցին եւ ռուսները դրա համար մեկ մեղավորն էին ինքը ռուսներից
շքանշան վերցրեց։ Սա է կաթողիկոսի եղած չեղածը։ Հիմա ինչ որ մարդիկ ասում են, գիտեք ինչու է Նիկոլ Փաշինյանը հայհոյում եկեղեցականներին, որովհետև տեսեք կաթողիկոսն ինչ է ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին Արցախահայությանը իր բնորանից դուրս վտարեցին։ Բա ռուսը չլիներ, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չեն կարող այդ միավորումը ստեղծել եւ դուրս վռնդել։ Ռուսը, եթե դու կաթողիկոս ես, այստեղ ես կեղծում, դու ում ես պետք։ Այո, հոգևոր դաշտում դատարկություն է։ Բայց ոչ մի եկեղեցական թող չհոխորտա։ Եկեղեցին Աստծո տունն է։ Վերջո Աստված ասել է կուրքեր չսարքեք։ Թող դուք որ կաթողիկոս լինեիք, դուք որ սրբազան լինեիք, հիմա Ծառուկյան Գագիկի պատերի տակ նստած պիտի ասեիք, Աստված ասել է ինձանից կուրք չսարքեք, Աստծո արձանը, ինչու ես տանգում, դու իրավունք չունես, պատեպատ տայիք, խարակիրի անեիք ձեզ, սատկեիք, բայց թույլ չտայիք, որ այդ արձանը հավաքվի ու սարքվի, քանզի դա, այո, Աստված ասել է ինձանից կուրքեր չսարքեք։ Լսած կաք մեր տերտերները, չէ, Գագիկ Ծառուկյանից խաչքարերը ստանում են, գարան գլխով լռում, ոչ խարի պես խոտը ուտում կանանչ դոլարներն ու վերջանում է ամեն ինչ։ Սա է ձեր պահվածքը, որպես հոգևոր մարդիկ, դուք ժողովրդին վաղուց հիասթափեցրել եք։ Սա շատ վատ է։ Բայց պիտի ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը չէ եւ ոչ էլ Սուրեն Սարգսյանը, որ պիտի եկեղեցում հեղափոխություն անի։ Եկեղեցու ներսում այն ազնիվները պիտի հավաքվեն, կամ դուք ժողովրդի կողքին եք։ Եվ այս դեպքում ոչ մի Քոչարյան եւ ոչ մի Նիկոլ, որևէ մեկը չի կարող գլուխը պատին կտա, որ այս ժողովրդի հետ կվարվի թշնամաբար։ Բայց քանի դուք ձեր տեղում չեք, գործող իշխանությունը իր իշխանությունը պահելու համար վերարտադրվելու հնարքներ է օգտագործում, մեկը ավելի անբարո, մեկը պակաս անբարո, կարևոր չի։ Նպատակը էդ է։ Սա եկեղեցականներին կամ ինչպես մեծ լեզվաբան Տիգրան Արձաքանչյանն էր ասում, մուշկի եկեք կամ այդպես անմուշկ էլ մնացեք։ Մարդ դառնալը շատ կարևոր է։ Մի ուրիշ եկեղեցական ինձ ասում էր, բայց բոլոր դեպքերում գիտես, որ Քրիստոսի արձանը դնեն, գիտես ինչքան մարդ է գալու Հայաստան։ Այդ էլ երկրորդ պղծությունը, իմացեք, Աստծո անունով բիզնես չեն անում։ Այս ստորությունը ձեր մեջից անեք եւ հայ ժողովուրդը համերաշխ կապրի ձեր հետ։ Դուք կորցրել եք հայ ժողովրդի վստահությունը։ Եվ այդ վստահությունը վերականգնելու համար ինչ որ Նիկոլ եք գտնում, Նիկոլն ով է։ Մենք ենք Հայաստանը։ Այն ժողովուրդն է Հայաստանը։ Նիկոլը գնալու է, Պողոսն է գալու։ Դրանից առաջ Քոչեի ու Սերժի պես անհասկանալի ծագման մարդիկ էին։ Հայ ժողովուրդն է Հայաստանի տերը։ Ու դուք որպես հոգևոր առաջնորդներ պարտավոր եք ձեզ ճիշտ պահել։ Այդպես, այսինքն, այն որ Նիկոլն ասում է գնացեք ձեր քերուն դոմպենք, քերակնգան դոմպենք, դուք դոմպվածներն եք, ձեզ չգիտեմ ով է դոմպել ժամանակին, որ դարձել եք այսպեսին։ Հաջորդ դոմպվածները դա դաշնակցությունն է, դաշնակցության ղեկավարությունը։ Հրանտ Մարգարյանի խոսքն եմ լսում, ասում է տոներ հոկտեմբերի 27-ը։ Դա ժողովրդի պորտկումն էր։ Հա, ժողովրդի պորտկումն էր։ Նայիրի Հունանյանը դոմփում էր Տիգրան Նաղդալյանին։ Հետո Տիգրան Նաղդալյանը Ռոբերտ Քոչարյանի ամենասիրելի զինակիցներ եւ հմեկի տնօրենը։ Հետո Արմենչիկ Գևորգյանն էր ամենասիրուն ու սիրելի զինակիցը Քոչարյանի, հետո Վիկտոր Սողոմոնյանը, հիմա չգիտեմ ով։ Եվ այդ զինակիցները Նայիրի Հունանյանն ու Տիգրան Նաղդալյանը ուղիղ մասնակցություն ունեցան հոկտեմբերի 27-ի սպանդին։ Եվ Հրանտ Մարգարյանը ում նմանների շնորհիվ դոմփվել է դաշնակցությունը ժողովրդի մեջ, էլի դոմփվածներից են նրանք, չունեն հարգանք, պատկառանք, ունեն դավաճանի կերպար ու կեցվածք, մասնակցեցին ուղիղ կամանողակի այդ հոկտեմբերի 27-ին։ Եվ երբ այսօր Հրանտ Մարգարյանը գնահատական է տալիս, որ դա ժողովրդի պորտկումն էր, հասկանում ես, թե ինչու եւ ինչպես տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը։ Եվ ինչու Քոչարյան Ռոբերտի պես խամաճիկը առաջինը բանտից դուրս անեց հենց դաշնակ Հրանտ Մարգարյանին, դրոյի գործի արտասպաններին։ Այդ դոմփված Գեգամ Մանուկյանն էր, որ
հոկտեմբերի 20 դրոյի գործի մասնակիցներից մեկն էր։ Եվ այսօր այս մարդիկ խոսում են հայրենիքից ու երկրից։ Սրանք այնքան դոմփված էին, որ չտեսան, որ այս կարգավիճակով Քոչարյանները դոմփում են մի ամբողջ հայրենիք։ Պղծում են ամեն ինչ, որ բանակում երկեր զռռալով չի, բանակը իրական պաշտպանական կառույցից վերածեցին հովանավորչական գոտու, օազիսի, ձեր համար, որ Հայաստանը տարբեր մարդասպանների որջեր սարքելու բնորան չի, ու սարքեցիք այդ ամեն ինչը։ Եվ այսօր կորցրեցիք, բայց այնքան դոմփված եք, որ չեք էլ հասկանում, որ այդ պորտկման պատճառով կորցրեցիք։ Պորտկումը եղավ, Վազգեն Սարգսյանին, Տիկարեն Դեմիրճյանին սպանեցինք, կորցրեցիք Արցախը։ Այդ դուք այդքան դոմփված եք, դոմփվելու տակ եք մնացել, հաճույք եք ստանում, Հրանտ Մարգարյան եւ մյուսներ, ամոթ ձեզ, եթե դա ժողովրդի պորտկում էր հոկտեմբերի 27-ը։ Նոյեմբերի 9-ը պորտկում էր, ինչ պորտկում, ինչի վրա եք պորտկում, հա, Հրանտ Մարգարյան, ինչ ժողովուրդ, ինչի վրա եք պորտկում, պորտկում էիք, որ զրոյացրել եք զինուժը, զորատուժը, որ գեներալները դարձել են ռսի ճտկակոշիկ լիզող անասուններ, որ նրանց հրամաններն են կատարում, որ Արցախում ասում եք ոչինչ ես կանտանք, մենակ Նիկոլին Ռադանենք, երկիր եք տալիս, ձեր համար աթոռն ավելի կարևոր էր, քան երկիրը։ Այսօր այդ որ պորտկման մասին եք խոսում, սա քիչը վիրավորական է։ Հիմա գանք դոմփելու խորհուրդ տվող Նիկոլ Փաշինյանին, այսօր ծնունդն է, գրող ինձ տանի։ Այդ բառապաշարով հերիք է խոսեք, ես ասեցի, այդպես էլ վարչապետ չդարձակ, այդպես էլ չհասկացակ խոսքի հետևն ու առաջը, անցած անգամ մի քիչ ավելի կոպիտ եմ ասել, բայց եթե գիտեք, ով ում է դոմփում եւ ինչ է անում, ասացեք, ում կանչենք, որ Ավինյանին դոմփի, որպիսի լեզուն Երևանի պատերին չաղավաղվի։ Մենակ ինձ չասեք, ես դոմփողը չեմ, ես տղա չեմ սիրում։ Այս լեքսիկոնով եք ուզում խոսել, այս լեքսիկոնով եք առաջ գնում։ Ում գտնենք, որ Ավինյանին դոմփի, որպիսի հյուսիս-հարավ մայրուղին գա Երևան միանա եւ որ ասում եմ միլիոնավոր դոլարների վնաս չկտրենք։ Ում գտնենք Նիկոլ Փաշինյան, որ ձեզ են միտք տվողին, որ կրթվելը մոդայիկ է, դոմփի, որ այդպիսի ապուշ մտքեր ձեզ չտան։ Եվ վերջապես ով դոմփի այն մարդկանց, ովքեր առանց հասկանալու, առանց գիտակցելու բերանները շաղ են տալիս։ Դուք վարչապետ եք, թե ով։ Այն պատահական չի Հրանտ Մարգարյանը եւ մյուսներն ասում, որ այ գիտեք, պորտկում է լինելու։ Այդ պորտկումը մի օր կլինի, թաց ու չոր կխառնի, թքած ունենամ։ Ձեր, եմ որ ասում է, լեզվական ու, չգիտեմ, մտքային մոդանների վրա, բայց մի ամբողջ ժողովուրդ նորից հերթական կորստի առաջ կկանգնի։ Հասկանում եք, թե չեք հասկանում։ Անընդհատ մտածում է այսօր ասեմ, թե չասեմ, ծննդյան օր է, վերջի վերջո, ոնց կարելի է նման բառապաշարով խոսել։ Ոչ ոքի դուրը, իմ դուրն անգամ չի գայր, հիմա այն ինչ որ ասում եմ, բայց դուք եք այդ դոմփելապատման հեղինակը։ Դոմփել չգիտեք, խորհուրդ եք տալիս, որ ուրիշները դոմփեն, ով ում քերակնդանը։ Դուք էլ ասեք, ում դոմփենք, որպեսզի այս երկիրը այդ խամաչիկների ձեռքով եւ չփախծվի Մեսրոպյան մաշտոցատարից բռնած, ճանապարհներից շարունակած եւ չգիտեմ, կրթությունը մոդայիկ։ Ով է ասում որ կրթությունը մոդայիկ է, ինչ ապուշություն։ Որ ապուշն է ձեզ ասել, դոմփեք դրան, կամ մեկին գտեք թող դոմփի։ Կրթությունը մոդայիկ չի կարող լինել։ Հա մի գալաթ է արել եք, մի սխալ է ասել եք, սխալն էլ տղամարդու համար է։ Փոխեք այդ միտքն ու բառապաշարը։ Բայց այսքան մանրախնդիր կլինի մարդ։ Բայց այդ մանրախնդրությամբ ուր եք հասցնելու մեզ։ Հավատացեք ինչ, այնինչ ես ասում եմ Նիկոլ Փաշինյան, հատկապես ձեզ, սա ընդամենը ծաղիկներն են։ Ես չեմ ուզում ծառերին հասնել։ Քանզի գիտեմ դիմացը ինչ աղբ է կանգնած, ում մասին քիչ առաջ խոսեցի, բայց միևնույնն է։ Մի ստիպեք, որ
ծառերին հասնենք ու այդ ծալած ծառերը արմատախիլ անենք։ Հավատացեք ինձ, իմ տեսակը դա կարող է։ Վերանայեք եւ ձեր խոսույթը եւ այն հիմար արտահայտությունները, որ մոդայիկ է եւ այն մանրախնդրությունը, որ ոնց թե մենք պիտի ասենք փողոցում ինչ գրվի, չէ։ Հայրենի ուղղագրությունն ասել է։ Ու սխալ գրողի, ու սխալ թույլ տվողի այդ ձեր ասածը թող լինի, ինչ էր դոմփում են, ինչ քերակնգան, քերուն մամային, պապային, չգիտեմ։ Այդպես է լինելու, սխալ չպիտի գրվի, դուրներդ գա թե չգա։ Ծնունդդ շնորհավոր, Նիկոլ Փաշինյան։ Հուսով եմ սա վերջին անգամը կլինի, որ ես այս տոնով կխոսեմ, եւ դուք կստիպեք, որ մենք այս տոնով խոսենք։ Որ ամբողջ համացանցը ողողված լինի այդ հիմար բառապաշարով։ Սա ծիծաղ չի, ես կարող եի զավեշտի վերացել, ձեռ առնել ձեզ, տորացնել, ով քերակնգան է դոմփում, պահո, էս ինչ տղա է։ Հետո հուսով եմ ամեն ինչ լավ կլինի, կհանդիպենք։